Բոբ Ամստերդամ։ Դուք այն մարդկանցից եք, ում հետ ես ինչպես միշտ ամենից հաճախ զրուցում եմ տեսախցիկներից դուրս այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհի քրիստոնեական բնակչության հետ։ Դա իսկապես զարմանալի է։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Այսպիսով իրավիճակը Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը հալածում է եկեղեցուն։ Ինչպես է սա հնարավոր առանց որևէ միջազգային արձագանքի։ Տեսեք, Թաքեր, ինչպես մենք արդեն քննարկել ենք, ինձ պարզապես հասկանալի չէ ԱՄՆ-ում գտնվող ավետարանչական քրիստոնեական շարժումը։ Մի բան եմ ուզում ասել, եւ գիտեմ, որ շատերին դա դուր չի գա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրիստոնեությունը կլանվել է պետդեպարտամենտի կողմից։ ԱՄՆ կառավարությունն է որոշում, թե որ քրիստոնյաներին ենք մենք աջակցում, իսկ որոնց ոչ։ Հայաստանում շուտով անցկացվելու է աղոթքի նախաճաշ, եւ ուզում եմ, որ հասկանաք, աղոթքի նախաճաշ է լինում այն ժամանակ, երբ իմ պաշտպանյալը Սամվել Կարապետյանը բանտում է։ Արքեպիսկոպոսներ, հոգևորականներ են բանտարկվել։ Երկրի ղեկավարը փորձում է տրոհել եկեղեցին, մասնակցելով մի կարգալույծ քահանայի արարողություններին։ Այդ մարդը հայտարարել է, որ պատրաստվում է հեռացնել եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն Երևանում մեծարանքով ընդունում են ամերիկացի քրիստոնյաները, մինչդեռ նա այն մարդն է, որը հոգևորականներին անվանում է անբարոյականներ, օգտագործում է արտահայտություններ ուղղված եկեղեցու ղեկավարին, որոնք ես իմ երկար կյանքի ընթացքում երբեք չեմ լսել որևէ առաջնորդի շուրթերից։ Եվ այնուամենայնիվ, այդ աղոթքի նախաճաշը տեղի է ունենալու։ Ես այն կոչում եմ հեղինակության լվացման նախաճաշ, եւ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ դա տեղի ունենա։ Իսկ ինչ կապ ունի ԱՄՆ պետդեպարտամենտը այդ աղոթքի նախաճաշի հետ։ Տեսեք, ես չեմ կարող ասել ճշգրիտ, ես տեղյակ չեմ բոլոր մանրամասներին, բայց ինչպես տեսնում եմ Ուկրաինայի եկեղեցու պաշտպանության ընթացքում, աղոթքի նախաճաշերն ու կրոնական ազատության թեմաները կարծես ուղղորդվում են պետդեպարտամենտի մշակած նույն սցենարով։ Կա մեծ ճնշում վարչակազմի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ, ինչը իհարկե բոլորս ողջունում ենք։ Բայց դա տեղի է ունենում Հայաստանի ժողովրդի համար ահռելի գնով, կորսվում եւ պղծվում են հսկայական մշակութային ու եկեղեցական սրբություններ։ 120,000 մարդ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է, եւ այդ մասին չի բարձրաձայնվում։ Մենք ունենք 23 քրիստոնյա գերի Բաքվում, եւ Հայաստանի վարչապետը անգամ այդ մասին չի խոսել, երբ հանդիպել է նախագահ Թրամփի հետ։ Թրամփն ինքն է այդ հարցը բարձրացրել։ Շոկային է, թե ինչպես է Հայաստանը ղեկավարում մի վարչապետ, որը կարծես արհամարհում է իր իսկ հայկական պատմությունը։ Նրանք հեռացրել են Արարատ լեռը կնիքի վրայից։ Չեն խոսում ցեղասպանության մասին, հարձակվում եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել կաթողիկոսին եւ ինքը նշանակել նորին, բայց նա ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է նշանակում առաքելական եկեղեցի։ Թող հրեան ասի ձեզ ինչ է առաքելական եկեղեցին։ Դրա համար անհրաժեշտ է կապ առաջին առաքյալների հետ, այսինքն քո ընտրությունը պետք է օրհնվի եպիսկոպոսների, եկեղեցու առաջնորդների կողմից, ոչ թե քաղաքական գործիչների։ Նա սարսափելիորեն արհամարհում է իր իսկ կրոնը, նա իր իսկ կրոնից սարսափելի անտեղյակ է։ Թվում է, թե դա իր կրոնը չէ, այսինքն նա կարծես ընդհանրապես հավատացյալ չէ։ Ես երբեք նման բան չեմ ասի որևէ մեկի մասին։ Համաձայն եմ։ Ես նրան չեմ ճանաչում, բայց ինչ կարող եմ ասել, մեր պետդեպարտամենտը կորցրել է հավատքի իմաստը։ Նրանք կրոնը վերածել են արտաքին քաղաքականության գործիքի։ Բայց կառավարությունների այս աջակցությունը մենք տեսնում ենք այդ աղոթքի նախաճաշում, երբ բարձրաստիճանի քրիստոնյա առաջնորդներ մեկնում են Հայաստան, եւ նման բան են անում այն դեպքում, երբ հոգևորականները նաեւ իմ պաշտպանյալը բանտում են։ Ես այս հարցին շատ անձնական եմ վերաբերվում, որովհետև ես հնարավորություն ունեցա Հայաստանի դատարանում պաշտպանել իմ հաճախորդին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի փաստաբանների պալատին, թարգմանչի միջոցով անձամբ իմ պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորության համար։ Ես կարողացա անմիջականորեն հանդես գալ դատարանում եւ կարծում եմ արդյունավետ կերպով ցույց տվեցի,
Թե որքան զավեշտալի էր այդ դատավարությունը եւ մեղադրանքները Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն աներևակայելի սկզբունքային քրիստոնյա է եւ այժմ գտնվում է բանտում, արդեն 5-րդ ամիսն է։ Բոլորովին անմեղ, միայն Աստծուն փառաբանելու համար։ Եվ հենց դրա համար են բանտում։ Գիտեմ, ես քեզ սա արդեն հարցրել եմ, բայց այս անգամ ավելի ուղիղ կասեմ։ Դու մարդ ես, որը մեծացել է որպես բավականին լիբերալ կամ ձախակողմյան հրեա։ Ինչպես դարձար աշխարհի ամենանշանավոր քրիստոնյաների պաշտպաններից մեկը։ Ինչպես դա ստացվեց։ Նախ որպես հրեամարդ ես բաց մարդ եմ։ Եթե ինչ-որ մեկը հավատք ունի Աստծո հանդեպ, թե անկախ նրանից, որ Աստծուն է պաշտում, ես հարգում եմ դա։ Ես էլ եմ նույնը զգում։ Եվ ես մեծացել եմ ընտանիքում, որը խորապես տուժել է Հոլոքոստից։ Ամբողջ կյանքում շատ եմ ճանապարհորդել։ Ցույցերի անկարգությունների ժամանակ ես ապաստան եմ փնտրել թե եկեղեցիներում, թե մզկիթներում։ Ես երբեք չեմ տարանջատում հավատացյալ մարդկանց ըստ կրոնի։ Հավատացյալ բոլոր մարդիկ ունեն ինչ-որ ընդհանուր բան։ Ես դեռ երիտասարդ տարիքից առնչվել եմ ուղղափառ եկեղեցու հետ։ Երբ երիտասարդ իրավաբան էի, մասնակցել եմ մի գործի ընդդեմ Խորհրդային Միության, որը փորձում էր վերահսկողություն հաստատել մի եկեղեցու նկատմամբ։ Այդ գործը հիմնականում վարում էր իմ գործընկեր Ռեգ Մքլեյնը, իսկ ես ու Դին Փերոֆը միասին էինք աշխատում։ Դին Փերոֆը մակեդոնա-բուլղարական ուղղափառ եկեղեցու անդամ էր։ Այդ գործը վերցրեցի մոտ 45 տարի առաջ, փորձելով պայքարել եկեղեցու հանդեպ վերահսկողություն վերցնելու Խորհրդային Միության փորձի դեմ։ Այդ ժամանակվանից ես միշտ հետաքրքրված եմ եղել նման հարցերով։ Իսկ երբ, ինչպես գիտես, ինձ դիմեց Ուկրաինայի եկեղեցին, իսկ հետո Կարապետյանը հայկական եկեղեցու համատեքստում, դա ինձ համար շատ բնական էր, որպես հրեա մարդու պաշտպանել Քրիստոսի զավակներին։ Եվ մի ուրիշ բան, որ ես ուզում եմ նշել ձեր հաղորդմանը։ Մենք ունենք այս նոր սպիտակ թուղթը Հայաստանի վերաբերյալ։ Փաշինյանը եւ Սամվել Կարապետյանի հետապնդումը վերնագրով։ Այն հասանելի է առցանց։ free-karapetyan.com հասցեով։ Խնդրում եմ ներբեռնել այն եւ դուք կտեսնեք։ Այն մոտ 60 էջ է։ Հետապնդման ամբողջ պատմությունը։ Բայց գիտեք, հայոց ցեղասպանության մասին ձեր բացահայտումից հետո մինչև այսօր Հայաստանը եղել է քաջ քրիստոնյա երկիր, սարսափելի հարևանության մեջ։ Եվ գիտեք, լինելով նրանց դատարանում, լինելով բանտում, հանդիպելով Կարապետյանին, ես ամբողջությամբ շփոթված եմ այն փաստից, որ գիտեմ, թե նրանք կարծում են, որ ունենալու են այդ աղոթքի նախաճաշը։ Կարծում եմ Թրամփի երեխաներից մեկը գնալու է Հայաստան։ Համոզված եմ Դոնալդ Թրամփ կրտսերը կրկին պատկերացում չունի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա ողբերգական իրավիճակ է, քանի որ դու չես կարող մուտք գործել մեդիա ճշմարտությունը ներկայացնելու համար։ ԱՄՆ-ում շատ տարեցմարտիկ գործում են անտեղեկության եւ համբավի լվացման հիման վրա մարդկանց, ինչպիսին է Փաշինյանը։ Դե ես ինքս էլ ակամա մասնակից եմ եղել այդ երևույթին։ Այսպիսով ես գիտեմ, դու իրականում չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Քեզ օգտագործում են, ինձ էլ են օգտագործել։ Խորը ափսոսում եմ, այլևս ինձ հետ դա չի լինելու։ Եվ որոշ չափով նույնն է նաև Հայաստանում, որովհետև Հայաստանում նրանք այժմ ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլև 3 քաղաքապետերի, ովքեր խոսել են եւ օգտակար չեն եղել իրենց, ինչպես նաև պատրիարխի, կաթողիկոսի, ընտանիքին, եղբորը եւ մեկ այլ ազգականի, կրկին ամբողջությամբ կեղծ մեղադրանքներով։ Երևում է, որ մենք շատ արագ շարժվում ենք դեպի ուղղակի ինչ-որ համաշխարհային ռեպրեսիա։ Թվում է, լիբերալ ժողովրդավարությունը այնքան է վարկաբեկվել, ոչ ոք այն չի պաշտպանում, եւ այն մեր աչքի առաջ մահանում է։ Սա որպես ամփոփում ձեր խոսքերի։ Մենք պետք է սկսենք վերադառնալ նախնական սկզբունքներին, ամենուրեք հարգելով իրավունքի գերակայությունը, այլապես մենք կկորցնենք այն ամենուրեք։ Բոբ Ամստերդամ, ես պարբերաբար ստուգում եմ լուրերը սպասելով ձեր ձերբակալության մասին հաղորդագրությանը։ Հույս ունեմ այդ օրը երբեք չի գա, բայց դուք իրական ֆիզիկական ռիսկեր եք վերցնում այն մարդկանց անունից, ովքեր ուժ չունեն։ Դրա համար շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ազատ եղեք։